այս օրգանների դասը սննդակարգն է և դրա պահպանման անհրաժեշտությունը։ Մի հարց հնչեցնեմ, այ օրինակ, ձեզ հետ երբևիցե պատահել է, որ դուք սնունդ եք օգտագործել և թունավորվել եք։ Անի պատասխանիր։ Ես թունավորվել եմ և մենք հրացել ենք թունավորել։ Եվ ինչ պարզվեց։ Պարզեց, որ ես եղել տնային պայմաններում այդպես պահածո և թունավորվել եք։ Երեխաներ, այո, տնային պայմաններում, ինչու տնային պայմաններում պահածոները մեզ թունավորել, որովհետև հողի մեջ գտնվում է բոտուլիզմ հանուցիչը, որը տնային պայմաններում պահածոն, երբ որ բանջարեղենը, մթերքները մենք գնում ենք և լավ չի մշակվում, ջերմային մշակում չի կատարում, այդ հանուցիչները մնում են պահածոյի մեջ և այդպես մարդը օգտագործելով թունավորվում է։ Մեկ բանալի բառը Անի ջան որն է։ Գրիր, դրաձև աղյուսակի մեջ գրիր։ Էլում հետ է պատահել։ Էլում հետ է պատահել։ Ասա տեսնեմ։ Իմ հետ պատահել է, որ ես գիշերը եղել եմ մի քանի օրվա սնունդ, խմել գազավորված ըմպելի և թունավորվել։ Եվ ինչ է տեղ ունեցել, քո պատկերացումով ինչի պատճառով այդպես եղավ։ Որովհետև իմ ռեժիմը խախտվել էր։ Ահա, բանալի բառը անրեժիմ, գրիր։ Գրիր։ Ինչ անենք երեխաներ, որ խուսափենք նման թունավորումներից։ Լիլիա, պատասխանիր։ Պետք է սնվենք ռեժիմով, չուտենք մի քանի օրվա սնունդ, չխմենք գազավորված ըմպելիքներ և ուտել թարմ և օգտակար ուտելիքներ։ Իսկ ինչ պետք է գրվի Լիլիա, օրինակ անրեժիմի տակին, սնվելը ռեժիմով, գրիր։ Իսկ էլի ինչ կարելի է անել, որ չթունավորվենք, պատասխանիր։ Չուտել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Գրի, չուտել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երեխաներ, օրինակ, եկեք մի հարց հնչեցնեմ ևս, օրինակ, օգտագործում եք տարբեր տեսակի սնունդներ, միս, բանջարեղեն, միս, սիրում եք օգտագործել, այո, իսկ ինչպես եք սիրում միսը պատրաստված, տապակած թե շոգեխաշված։ Տապակած եք սիրում, իսկ դեր կարծիքով տապակած առողջարար կլինի օրգանիզմի։ Ոչ, Դավիթ, ինչու առողջարար չի լինի։ Որովհետև նրա մեջ կորում է երկար և շատ վիտամիններ, իսկ Տապակելու ժամանակ հիմնականի մեծ քանակությամբ ինչ են օգտագործում։ Ասա, իմաց։ ամենաշատ կալորիաներ Եվ ինչով են տապակում։ Մեծ քանակությամբ յուղերով, չէ՞։ Այո, մեծ քանակությամբ յուղերով։ Իսկ այդ վիտամինները Դավիթը նշեց ինչ-որ վիտամիններ։ Վիտամինը ինչ է երեխաներ։ Ով կարող է։ Անի ջան, ասես։ վիտամինը նյութերից թարգմանաբար նշանակում է կյանք։ Այսինքն սնունդը պետք է վիտամիններով հարուստ մենք օգտագործենք, որ ունենանք լավ կյանք։ Այո, եկեք մենք աղյուսակի հետ ծանոթանանք վիտամինների, ապա տեսնենք որ օրգանների է ազդում այդ տվյալ վիտամինները և որ մթերքներում կա նման վիտամին։ Օրինակ վիտամինները տեսնենք, որոնք են, եկեք միասին հնչեցնենք A, B, C, D, E։ Այ օրինակով կարողանա կարդալ վիտամինները Միլենա կարդալ։ Վիտամին A, որ օրգանների է օգտակար աչքի մաշկի, որ մթերքի է որ մթերքի մեջ կա A վիտամին ավելի շատ։ գազը, դդրում, կաթ։ Դուք սիրում եք կաթ օգտագործել։ Օրավոր ճաշարին եք օգտագործում։ Առավոտը ցեցեք, ձուն։ Նախաճաշին է, չէ՞ օգտագործում, այո, շատ լավ է, որ նախաճաշին նման սպիտակուցներով հարուստ սնունդ եք օգտագործում, որի մեջ կա ինչ վիտամին, A վիտամին։ Շարունակի։ D վիտամինը, որ օրգանների է օգտակար միակարային համակարգին։ Իսկ որ մթերքների մեջ կա այդ D վիտամինը։ Հացահատիկ միս լոբի։ Էլոք շարունակի, մսլի շարունակալ եմ, շարունակի։ Վիտամին C, օգտակար է
Որ ընթերքների մեջ կա C վիտամինը։ Լիմ, նարինջ, կիվի, կաղման։ Երեխաներ, իսկ երբ որ դուք հիվանդանում եք, մայրիկները ինչ են ասում ձեզ։ Լիլի ասա։ Սունդե կարոցը վիտամիններով։ Հա, որ վիտամին ավելի շատ պետք է օգտագործեմ։ C, ինչու C, որովհետև ինչն է բարձրացնում, ասեմ։ C բարձրացնում վիտամին բարձրացնում է։ Դիմա դրողականությունը, իմունիտետը, դիմա դրողականությունը, դրա համար պետք է դիմա ժամանակ կիտրոնով, շատ օգտագործենք, C վիտամինով հարուստ սնունդներ օգտագործենք, էլով է շարունակում, Ռոզալիա շարունակի։ Վիտամիններ։ Ոսկորների համար, վիտամին Եվատակների համար օգտակար է։ շոկոր է որ ատամները, որ պետք է պահպանել, ոսկորները, որ մարդու ինչ լինի, ուժեղ չէ, որ մթերքների մեջ դեր վիտամին կա։ D վիտամինը պարունակվում է ձուկի կաթի և ձուի մեջ։ Այո, հաջորդը և Վիտամին J օգտակար է մաշկի վիզանների համար։ Վիտամինը J պարունակվում է անգլուզի, սերմերի և բուսական յուղի մեջ։ ապրեք, կեցեք, ծանոթացան վիտամինների տեսակների հետ, հիմա ես մի կառաջարկեմ մի գործնական աշխատանք կատարել, որտեղ դուք կներկայացնեք ձեր օրվա ռացիոնից մի ռեժիմ, օրինակ ճաշ, ընթրիքից ինչ-որ մի բան գրել, ռեժիմը գրել և նկարել։ Լավ երեխաներ, եկեք բաժանվենք խմբերի 1-ից 3 հաշվենք։ 1, տղաս 2, 1, 2, 3, հիմա տեղավորվեք, ես հիմա կբաժանեմ ձեր պարագաները, նստեք խմբերի, շարունակենք, բաժանվեցինք խմբերի, ուրեմն առաջընտրանքը ևս վերհիշեցնեմ, առաջին խումբը կատարում է, ռացիոնից ընտրում է նախաճաշ ռեժիմը գրել և նկարել, երկու թուղթ ունեք ձեզ մոտ, A4 ֆորմատի, մեկի վրա գրում ենք ռեժիմը, նախաճաշի մյուսի վրա սեղանը նկարեք, թե ինչ եք գրում նախաճաշի ժամանակ ինչ սնունդ եք օգտագործում։ Երկրորդ խումբը ճաշի, նույնությամբ գրում ենք ռացիոնից ճաշի ռեժիմը, իսկ երրորդ խումբը ընթրիքի ռեժիմը։ Այս է երեխաներ առաջադրանքը։ Այս է բոլորը, սկսեք աշխատել։ Երեխաներ, ահա ավարտեցինք խմբային աշխատանքը, կգաք հիմա կներկայացնեք և կկատարեք փոխադրած հիմնահատում։ Առաջին խումբ խնդրում եմ, եկեք ներկայացնեք, ով է ներկայացնում։ Ներկայացնում։ Ինչ է դա, ձեր առաջադրանքը որն է։ Մեր առաջադրանքները
է ներկայացնել նախաճաշի ռեժիմը։ Ռեժիմը, ինչ կարելի է, ռեժիմը կդարձած, Բանջարեղեն, միրգ, շիրա և կաթ։ իսկ սեղանին ինչ կա դրված, Շիրա, շիլա, այլ ինչ, շիրա, կաթ, բանջարեղեն, միրգ։ շատ լավ, կհիշեք իրեն աշխատանքը, շարունակեք երեխան, նստի իրան, հաջորդ խումբը, երկրորդ խումբը, մոտեցեք, Ռոզի ջան, ներկայացրա, Ես ներկայացնում եմ ճաշը։ Այստեղ սեղանի պատկերված էր կոկոս, մանգո, ֆեքոյա, թուրինչ, ավոկադո։ Իսկ ընդհանրապես ես ուտում եմ մոշ, մաղադարոս, թաֆե, կիվի, անանաս։ ճաշի ժամանակ ինչ ռեժիմը որն է, ինչ է օգտագործում ճաշի ժամանակ, Ժամանակ հաջող օգտագործում եք աղցան, զուգ, ինչ է դիրեք աղցան, այստեղ դերույս, աղուրներ, այո, աղուրից, հատապտուղ, աղցան, զուգ, Բարձր երեխաներ, առաջադրանքը կատարել է, հաջորդը տեղավորվիր, երրորդ խումբ, ներկայացան իրեն, Մենք ներկայացնում ենք ընթրիքի ռեժիմը, սեղանի վրա կա բոլոր 1000 ողք, լոբի համեն, աղցան և կաթ։ ընթրիքի ժամանակ ուտում ենք բանջարեղեն, կաթնամթեր, վիտամիններով հարուստ աղցաններ։ Վերջ, բարի, նստի, հիմա եկեք փոխադարձ գնահատում կատարել, ով կկատարել, լսում եմ, Լիլիա, խոսիր, Առաջին խմբի ես գնահատեմ 19, որտեղ նրանց նկարները լավը աշխատանքներ, իսկ ռադիոնը ճիշտ է կազմել իրենք, այո, համաձայն եք բոլորդ երեխաները, այո, լավ, քանի որ իրենք ձեզ գնահատեցին, դուք կարող եք փոխադարձ գնահատում կատարել երրորդ խմբի, Անի, խոսիր, Ես իրենց խմբին նույնպես օրինակ ինչ կփոխեր ընթրիքի ժամանակ, այնտեղ բավականին բողոք է ներկայացված, դու երեկոյան բողոք ուզես, մտածիր, ճիշտ է դա, բարի է ուտել, լավ, ուտումեցինք, բարի, դուք, Դավիթ դու ներկայացրա, Ես խմբի կգնահատեմ որոնք ոչ ամենամար հուսանվելները ընթրիքի ժամանակ ուտել այդ ինչ-որ իրաք ներկայացրեցին, բայց այդ որը շատ ճոխ են չէ ներկայացրել, այո, շատ ճիշտ է, էլով ունի իրեն կարծիքը հայտնելու, Ռոզի ունես կարծիք հայտնելու, ոչ, լավ երեխաներ, այսքանով ես էլ իմ կարծիքը ասեմ, շատ երազանց կատարեցիք, սակայն այնտեղ մի քիչ թերություններ կար, վիտամինների դրությամբ, ասենք ընթրիքի ժամանակ այդքան շատ մեծ քանակությամբ չէր կարելի, նախաճաշին շատ մի քիչ էիք ընտրել, ճաշներ կարելի է ապուրը ավելի լավ գեղեցիկ ներկայացնել, բայց ընդհանուր շատ լավ էր, կեցեք ապրեք։ Երեխաներ անցնենք հաջորդ առաջադրանքի։ Ահա գրադարտակի վրա կա երկու ստամոքս նկարված, համարակալված, մեկ ստամոքսում պետք է ստեղծենք այն միջավայրը, որտեղ կկատարվի թունավորում և սննդի խախտում, ռեժիմի խախտում։ Եվ երկրորդ ստամոքսում վիտամիններով հարուստ սննդով իրավիճակ ստեղծենք։ Ով կկարողանա կատարել նման առաջադրանքը։ Ռոզի, մոտեցի առաջի ստամոքսին, երկրորդ ստամոքսին ով կգա, տաշը գալի։ Առաջի ստամոքսը դա թունավորված սննդակարգերի տեխնիկական թունավորված ստամոքս պետք է ուտենք Ցանկանում ենք, բայց մենք դա ուղղակի ստեղծում ենք առաջադրանքի իրավիճակը։
Ստեղծիր։ Եթե մեկ Դա օգտագործում ինչ վերցրեցի, ինչ մտեց, մայոնեզ, այո։ Ներկայացավորված ըմպելիքներ, Զովորի քանախառնիկ իհարկե, պիցա, բուտերբրոդ եւ կոնֆետներ, կստանա թունավորված սոուսով։ Ստանա։ Ճիշտ է երեխան է կատարել։ Այո, նստիր, հաջորդ ստամոքսը ներկայացրել։ Հաջորդ ստամոքսը վիտամիններով ստամոքսն է, Ինչ անենք։ եթե ուզում ենք վիտամիններով սնվենք, պետք է սնվենք ռեժիմով, ունենք բանջարեղեններ, Այո։ Այո, հարստացրեք բանջարեղեններով, մաշերով։ Ստանում ենք բանջարեղեն։ Ոչ ինչքան։ Ճիշտ է ավելի երեխան։ Այո։ Ապրես, նստի, տաճուկ ջան։ Երեխաներ, այժմ կույզ ծրագրով եկեք լրացնենք երկի քար, ձեր դիմաց դրված են պլանշետներ, ներմուծենք կոդը և գրեք ձեր խմբերի անվանումները։ Օրինակ, ահա սա է կոդը, պետք է հավաքեք և գրեք յուրաքանչյուրը ձեր խմբի անվանումները։ Առաջին խումբ, երկրորդ խումբ, երրորդ խումբ։ Առաջին խումբը նշեց պատրաստեք երեխաներ նախադասությունը կարդամ տեսեք ճիշտ է արդյոք նախադասությունը թե ոչ Սննդակարգ նշանակում է օրվա ընթացքում սնունդ ընդունելու կարգը և ժամանակացույցը։ Հաջորդը Սննդակարգի պահպանումը օգնում է, որ օրգանիզմը լինի առողջ և էներգիայով լի։ Եթե մարդը սնվում է տարբեր ժամերի և բաց է թողնում էակուրները, դա չի ազդում առողջության վրա։ Հաջորդը սննդական պահելը կարևոր է հատկապես երեխաների աճի և զարգացման համար։ Օրվա ընթացքում սովորաբար խորհուրդ է տրվում սնվել մի քանի անգամ պահելով որոշակի ժամեր։ Ավարտեցիք, հիմա եկեք դիտենք արդյունքները։ Առաջին խումբը պատասխանել է հավաքել է 100% արդյունք, ինչը ճիշտ է բոլոր հարցերին պատասխանել։ Երկրորդ խումբը նույնպես հավաքել է 100% արդյունք, ելի ճիշտ է պատասխանել, և երրորդ խումբը հավաքել է 80%, այսինքն երկրորդ այստեղ ցույց է տալիս, որ երկրորդ հարցին սխալ է պատասխանել։ Երկրորդ հարցը ով կկարողանա կարդալ և դուք ճիշտ պատասխանեք։ Կարդալ։ Սննդակարգի պահպանման
պահպանումը օգնում է, որ օրգանիզմը լինի առողջ և էներգիայով։ Իսկ ինչու է դուք տալ պատասխանել։ Պատահական է եղել, դուք ճիշտ արդեն հասկացաք որն է, շատ լավ։ Հաջողությամբ ավարտեցինք մեր երգի քարտերը և եկեք ամփոփենք այսօրվա դասը, թե ինչ սովորեցինք և որտեղ պետք է գա մեզ։ Ուսումնասիրեցինք սննդակարգը և դրա պահպանման անհրաժեշտությունը։ Օրինակ, կյանքում ձեզ որտեղ պետք է գա դա։ Ձեր կյանքում պետք է գա ինչ որ այսօր սովորեցիք։ Ռոզիաս։ Ինձ պետք է գա սննդակարգը, որովհետև այն մարդու դարձնում է էներգիալի և ավելի ուժեղ։ Ուժեղ, այն միտք կա։ Ասա, Մեզ պետք կա, որովհետև դա բարձրացնում է մեր իմունիտետը և մենք ունենում ենք ավելի առողջ կյանք։ այո։ Իսկ ինչ որ մեկին կպատմեք սրա մասին։ Հա, Այո։ Իսկ ինչ խորհուրդ կտաս։ լինել ուշադիր, առողջ և առողջ լինել։ Այո։ Ապրես։ Իսկ այստեղ կարևոր միտքը որն է երեխաներ։ Դավիթ ասա։ Որպեսզի բոլորը հասկանան, որ մենք չենք ուտել առանց ռեժիմի և պետք է ուտել վիտամինները սննդի։ Չէ՞ որ վիտամինը մեզ ինչ է տալիս։ Շատ ճիշտ է։ Ապրեք երեխաներ։